Ռոբերտ ողջույն։ Ողջույն Լիդիա։ Ռոբերտ, այսօր Լոս Անջելեսում իրար հետ մրցելու են Իսպանիան եւ Ավստրիան, նորից եւ կրկին ֆուտբոլից ենք խոսելու։ Ես իհարկե գիտես ֆուտբոլի աշխարհից հեռու մարդ եմ, բայց դու ստիպում ես ինձ հետևել իրադարձություններին եւ նորություններին եւ տեղյակ եմ արդեն, որ իսպանացիները չեմպիոնության գլխավոր հավակնորդներից են։ Այդպես է թե այդպես չէ, քո կարծիքը։ Այո, Լիդիա, իսպանացիները միշտ էլ համարվում են ցանկացած մեծ մրցաշարում հաղթողի ֆավորիտ, մանավանդ վերջին տարիներին իսպանական ֆուտբոլում գրանցվող իրադարձությունները մեզ թույլ են տալիս ասել, որ Իսպանիան գուցե գլխավոր հավակնորդն է այս աշխարհի առաջնության։ Հիշենք 2008 թվականը, երբ Իսպանիայի հավաքականը գլխավորում էր Լուիս Արագոնեսը, այն ժամանակ իսպանացիները որպես այդպիսին լուրջ տեխնացու հաղթողի չէին դիտարկում, բայց դրանք հաղթեցին Եվրոպայի առաջնությունը, իսկ 2 տարի անց հաղթեցին նաև աշխարհի առաջնությունում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, եւս 2 անց նրանք պահպանեցին չեմպիոնական տիտղոսը Եվրոպայում, դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Այդ տեսանկյունից ես հարց տվեցի Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին 3 տեղի ունեցած նախախաղային ասուլիսի ժամանակ, ինչի շրջանակում նա ասաց, որ իր ֆուտբոլիստները, ովքեր մեծացել են եւ իրենց ֆուտբոլային ճանապարհը կերտել են հենց այդ տարիներին, իսպանական ֆուտբոլի հեգեմոնիայի տարիներին, ասաց, որ իր ֆուտբոլիստների համար այս հանդիպումը կարևոր նշանակություն ունի, որովհետեւ իրենք մրցելու են մի հավաքականի հետ, որը միշտ է ունենում չեմպիոնական ամբիցիաներ, իսկ ահա Ավստրիային մենք չենք կարող համարել ֆուտբոլային լուրջ հավակնություններ ունեցող երկիր, բայց լինելով ավստրիական ֆուտբոլի մեջ մի քանի տարի առաջ ես եղել եմ Ավստրիայում եւ այնտեղի ենթակառուցվածքներին եմ ծանոթացել, ուղղակի ֆենոմենալ ենթակառուցվածքներ են, այլ հարց է, որ այնտեղ չկա գուցե այն մոտեցումը, գուցե այն արյան մեջ չկա ֆուտբոլը որպես այդպեսին ավստրիացիների մոտ։ Ավստրիացիներն ավելի լավ են լեռնատավուկային սպորտաձևի, ձմեռային սպորտաձևերից մի խոսքով, ինչը հասկանալի է կարծում եմ, իսկ իսպանացիները անկասկած ունեն այնպիսի կազմ, որը այս Եվրոյին կարող է, այս աշխարհի առաջնության ներողություն կարող է լավ հեռու գնալ, ընդհանուր մինչև եզրափակիչ եւ Լոս Անջելեսում մրցելով Ավստրիայի հետ իսպանացիներն այսօր փորձելու են եւս մեկ անգամ հաստատել իրենց բարձր կարգը եւ ճանապարհ կերտել դեպի քառորդ եզրափակիչ, որը դարձյալ այստեղ է տեղի ունենալու, այսինքն ճանապարհին ունենալու են իհարկե 1/8 եզրափակիչ, բայց եթե հասնեն քառորդ եզրափակիչ, նորից գալու են այստեղ Լոս Անջելեսի SoFi Stadium, որը հիշեցնեմ աշխարհի ամենաթանկ մարզադաշտն է։ Այո, Ռոբերտ, բայց կհամաձայնիր, որ այս օրերին հարաբերականորեն թույլ թիմերը երբեմն անակնկալներ են մատուցում եւ ինչ ես կարծում, արդյոք կկարողանա Ավստրիան գնալ այդ հավաքականների ճանապարհով եւ հաղթի ավելի ուժեղ մրցակիցներին։ Այո, Լիդիա, գիտես, սա շատ հետաքրքիր հարց է, որովհետև դիտելով համեմատաբար ավելի թույլ թիմերի խաղը ուժեղ մրցակիցների դեմ, ես 100%-ով այլևս չեմ կարող վստահ ասել, որ Իսպանիան այսօր հանգիստ պետք է հաղթի Ավստրիային։ Ասեմ, ինչու, որովհետև ես հետևել եմ Ավստրիայի հավաքականի խաղին աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, երբ Ավստրիան խաղում էր Արգենտինայի հետ, եւ եթե չլիներ այնտեղ Մեսսիի հրաշքը, ես չեմ կարծում, որ Արգենտինայի հավաքականը կարողանար այդքան դյուրին հաղթանակ տանել, թեպետ շատերի կարծիքով նույնիսկ այդ հաղթանակը դյուրին չի եղել, բայց ընդհանուր առմամբ ավստրիացիներն ունեն ամուր կազմ եւ կարող են պայքարել ցանկացած մրցակցի հետ, մանավանդ ունեն դրա փորձը իրենց աչքի առաջ, եթե հիշենք ինչպես Մարոկոյի հավաքականը կարողացավ հաղթել Նիդերլանդների ընտրանուն, կամ եթե հիշենք փորձը թե ինչպես Ճապոնիայի ընտրանին քիչ էր մնում դուրս թողներ բրազիլացիներին, հաղթում էին 1-0 հաշվով, բայց հետո կարողացան բրազիլացիները կերտել իրենց պատմական հաղթանակը, կարելի է այսպես ասել, ինչպես է կարողանում Սենեգալը պայքարել, ինչպես էր 3 Կոնգոն դիմակայում անգլիացիների մինչև 78-րդ րոպեն հաղթում էր։ Այսինքն հստակ ասել, որ գիտեք, ավստրիացիները այսօր լինելու են outsider, իսկ իսպանացիները շատ հանգիստ գալու են գնան տրորեն, չգիտեմ, 3 գոլ խփեն, 4 գոլ խփեն, ես վստահ չեմ ասի մի բարձ պատճառով, որովհետև այս աշխարհի առաջնությունը մեզ արդեն թույլ է տվել հավատալ ամեն տեսակի
հրաշքի, այդ թվում, որ ավելի թույլ հավաքականը կարող է ազնիվ, մաքուր պայքարում հաղթել իրենից ավելի բարձր կարգի մրցակցի եւ տեսնենք այսօր ինչպես իրադարձությունները կզարգանան ես ամենայն դեպս ակնկալում եմ վառ, ուրախ, դինամիկ եւ ամենակարևորը լավ եվրոպական ֆուտբոլ